Սիրտս կթռի ջախջին քարին պես մարմինս կփշրի ջախջին ալրին պես երբ պիտի լուսնա Գիշեր ընդարին պես տեսնեի անոր խասշին լուսնին պես Սինարետայի ձայնի ելևեջներն արդեն 50 տարի շոյում են սիրահարված Սերգեյի ականջն ու հոգին, ստիպում թերթել անցած կյանքի էջերը վերադառնալ ջահելության ու անհոգ տարիներ։ Հիմա այս ձայնը պարզապես մեղեդի չէ, ոչ էլ միայն հնչյուն, այլ հիշողությունների, սիրո ու կարոտի մի ամբողջ աշխարհ, որտեղ ապրում են երիտասարդության երազանքները, հիշողությունները, առաջին հույզերն ու պատանեկան անկեղծ սերը։ Սինարետայի նոթատետրը տարիների ընթացքում լցվել է սիրո, հայրենիքի ու բնության մասին հազար ու մի երգերով, սակայն Սերգեյը կատակով նեղսրտում է այդ հարուստ նոթատետրում իր մասին գրված ոչ մի երգ կամ թեկուզ փոքրիկ տող չկա։ Սինարետան խտրականություն է արել բոլորին ու ամեն ինչին տեղ հատկացնելով, բայց իրեն մոռանալով։ Մի տետր ունի լրիվ գրած է։ Չէ, իր մասին երգ չկա։ Որտեղ ռուսի անունա վերեց դրա համար։ Թեև Սինարետայի նոթատետրում Սերգեյի մասին ոչ մի բառ, բայց սրտում դեռ 52 տարի առաջ նրան ջահել ու փոթորկուն սրտում ծլած մեծ սերն է, որ շիվեր է տվել, դարձել հսկա մի կաղնի։ Ին երբ էր, որ ամեն ինչ նոր էր, սրտի տրոփներ, պայծառ երազանքներ։ Թեպետ տարիներ են անցել, շատ բան է փոխվել, սակայն նրանց միջև եղած սերն ու կապվածությունը մնացել էին նույնքան ամուր ու անկեղծ։ Սերգեյը գիտի, որ կարևորն այն սերն է, որը Սինարետան պահել է իր հոգու խորքում այսքան տարիներ ջերմությամբ, հավատարմությամբ ու անսահման նվիրումով։ Եվ հետո ով է ասել, որ նոթատետրի տողերում հենց Սինարետայի սիրո խոստովանությունները չեն, որ ամեն անգամ երգելիս նորոգվում են ջահել տարիների նման, երբ համարձակություն ունեցավ ծնողներին խոստովանել մեծ սիրո մասին։ Դե ինքը մի անգամից տեսավից սիրահարվեց, հորն ու մորը ասավ, ես գնում եմ։ Սինոր, ո՞նց ենք դե մենք իրար։ Ես ինքս տաշիրցի չեմ, Ստեփանավանցի եմ։ Այտենց իմ պապիկը իր պապան ծանոթներ են եղել, այտենց որոշել են դա եղել է 51-52 տարի առաջ։ Այտենց պատահական ոնց որ ստացվել է։ Ունենք 4 երեխեք, հրաշալի երեխեք ունենք, 3 տղա, 1 աղջիկ։ Երկու տղաներս Ռուսաստանում են, Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են, ձմեռը գալիս են։ Ամուսինս, ես ու փոքր տղաս ապրում ենք ես մեր տանը, աղջիկս Երևանում է, իր աղջիկա հետ։ Այտենց զբաղվում ենք հիմնականում դե չենք աշխատում, զբաղվում ենք տնտեսությամբ, մեր բանջարանոցներն ենք մշակում։ Հիմա սերն է զգացմունքներն էլ կերպարանափոխվել են երիտասարդական ռոմանտիզմին, հիմա փոխարինել են միմյանց նկատմամբ անսահման հոգատարությունը, փոխզիջումը միմյանց կես խոսքից հասկանալու, իսկ ավելի հաճախ առանց խոսքի հասկանալու իմաստնությունը։ Այնքան որ թորնիկները նրան չափազանց անհետաքրքիր զույգ են համարում, ասում են ինչ ամուսիններ եք, եթե մի օր գոնե չեք վիճում։ Անցել է այդ տարիքը, որ կռվենք։ Հիմա ջուր տվող պետք է եղվի, չէ՞ որ կռվարով պետք է ջուր տա։ Անձնականում շատ խնդիրներ չունեն, գլխավոր մտահոգությունը մեր օրերն են երկրում կատարվող հաճախ ոչ ցանկալի իրադարձությունները։ Ամեն ինչից զրուցում ենք, շատ ժամանակ քաղաքականությունից, անհանգստացնող հարցերից, այս մեր վիճակից, այս մեր հայրենիքի մի քիչ, չգիտեմ, ոչ պարզ վիճակից, ոնց է լինելու մեր երեխեքի հələ մենք ինչ որ ձև ապրեցինք մեր կյանքը, բա մեր երեխեքին մենք ինչ ենք թողնելու, ինչ ենք տալու։ Տանտիրուհու սերը գեղեցիկի հանդեպ արտահայտվում է ամեն բանում, նրա խնամած ծաղկանոցը լի է գույներով ու բույրերով, իսկ տունը ջերմությամբ ու հարմարավետությամբ։ Ամեն մի ծաղիկ կարծես պատմում է նրա նուրբ հոգու մասին, իսկ տան յուրաքանչյուր անկյունում զգացվում է սիրով ստեղծված մթնոլորտը։ Սինարետայի ձեռքերն ուղղակի ամենակարող են, Սերգեյի կարծիքն է։ Ինչ էլ անի, ինչ էլ ձեռնարկի, արդյունքն իդեալական է։ Հատկապես խմորեղեններն անգերազանցելի են, ասում է Սերգեյը, որ մշտապես անուշահամ
համգաթաների պատվեր է տալիս, իսկ Սինան էլի հոգ տանելով նրա առողջության մասին հաճախ չէ որ երես է տալիս նրան քաղցրեղենով։ Մեկ-մեկ էլ այնքան է այգով ու գործով լինում, որ ճաշն էլ ուշացնում է, խոստովանում է ու գեղեցիկ ժպիտով հայցում սիրելի ներողամտությունը։ Սինա բան էփել ես այսօր։ Այսօր հələ ճաշ չեմ էփել։ Ոչինչ, երեկվա ճաշը կուտենք։ Ինչ որ էփում եմ խելոք ուտում է։ Հերս էլ էր այդպես։ Ինչ մերս էփում դնում էր առաջը մի անգամ չէր ասում թե այ կնիկս էս ինչ ես էփել։ Այդպես բան չկար։ Ինքն էր ելնում մեկ-մեկ էփում։ Կանֆետ վերցրու կոֆետ խմի քանի տակը։ Միշտ չէ որ Սերգեյը Սինայի ասածների կամ որոշումների հետ համաձայն է, տարաձայնություններ իհարկե եղել ու լինում են, առանց դրա չի լինի, բայց այդ մասին ոչ ոք չի էլ իմանա, քանի որ Սերգեյը փորձված ու անվրեպ մի բանաձև գիտի։ Греки говорили, всегда слушай жену и делай наоборот. Ինքը հույն չէ, զտայրուն հայ է, այն էլ մշեցու արմատներով ու դրա համար էլ հակառակը չի անում։ Սերգեյը երիտասարդ տարիներին ուսանել է Սարատով քաղաքում, ավարտել գյուղինստիտուտը, որտեղ այն ժամանակ կրթություն էին ստանում ոչ միայն նրա եղբայրներն ու հորեղբոր տղաները, այլև շատ տաշիրցիներ։ Այդ տարիները նրա հիշողության մեջ մնացել են որպես աշխարհայացքի ընդլայնման, մեծ ընկերական շրջապատի ու մեծ երազանքների շրջան։ Ամուսնությունից հետո ապրել են տաշիրում ծնողների հետ, բայց 90-ականներին ինչպես շատերն ինքն էլ բռնել է օտարության ճանապարհը։ Երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, զբաղեցրել պատասխանատու պաշտոն, բայց երբեք չի մտածել այնտեղ հիմնավորվելու մասին, քանի որ հայրենիքում էր իր Սինան, իր սիրտը միշտ կապված էր այս հողին։ Բայց մշտապես վերադառնալով ցավով է նկատել սոցիալական խնդիրները, աշխատատեղերի պակասը եւ մարդկանց դժվար կյանքը։ Լադեր տաշիրում ոչինչ, տղամարդիկ տարվա մեծ մասը Ռուսաստանում են, մեծ փողեր են աշխատում, լավ տուն տեղ են ստեղծել, ամեն ինչ ունեն։ Բայց Հայաստանը միայն տաշիրը չէ, շրջել, տեսել է աղքատությունն ու թշվառությունը։ Համոզված է, որ փոքրիկ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի, կարող է ծաղկել, դառնալ բարեկեցիկ ու զարգացած երկիր, նույնիսկ համեմատվել աշխարհի լավագույն երկրների հետ, բայց ցավոք փոփոխությունները դանդաղ են, դրականը ոչ ակնհայտ, իսկ հայրենիքի սահմաններն էլ փոքրացած, ասում եմ։ Մեր երկիրը ծաղկած երկիր է։ Այնից կարելի է ապրել, որ ոնց ասեմ, թե Մանակոն, թե ով, մի բուր ժողովուրդ ստե, այնից բաներ կարա ստեղծի եւ ապրի։ Դաժե գազ չունենալով էլ։ Էդ էլ կա։ Գազ ու նավթ։ Գազ ու նավթով պետություն Շվեյցարիան էլ ոչ գազ ունի, ոչ նավթ ունի։ Ոնց են ապրում մարդիկ։ Պետք է մեծ կոմպլեքսներ սարքել շրջաններում, մեծ։ Եվ անասնապահություն կեղնի, եւ գյուղատնտեսություն կեղնի, ամեն ինչ էլ կեղնի։ Աշխատատեղեր պիտի ստեղծեն, որ այս մեր ջահելները չգնան Ռուսաստաններում աշխատեն։ Գիտեք ինչքան ընտանիքներ են քայքայվում այդ պատճառով։ Ջահել ամուսինները, ասենք, կինը երեխեքի հետ մնում է Հայաստանում, ամուսինը գնում է ու դա պատճառ է դառնում շատ ընտանիքների բաժանության համար։ Լավ կլիներ, որ այստեղ աշխատատեղեր ստեղծվեր, ինչպես խոստացել է Սամվել Կարապետյանը։ Մենք իհարկե ընտանիքով մի քիչ շեղվեմ թեմայից ու արտահայտվեմ։ Շատ հարգանքով, շատ ակնածանքով մենք վերաբերվում ենք այդ մարդուն, ինքը մեծատառով մարդ է, հարգված։ Ամուսինս 7 տարի, 8 տարի իր մոտ աշխատել է եւ միշտ շատ գոհ է եղել։ Մարդկային, ազնիվ, աշխատասեր, իսկական հայ տղամարդու կերպար։ Ու մենք միայն իրան ենք տեսնում Հայաստանի ղեկավարի դերում։ Ամուսինները մեծ սիրով ու հաճույքով են հիշում իրենց անցած կյանքը, երիտասարդության տարիները, ապրած դժվարություններն ու գեղեցիկ հուշերը։ Սակայն որքան էլ հաճելի լինեն անցյալի պատմությունները, նրանք չեն կարող անտարբեր մնալ ներկայի հանդեպ։ Սերգեյն ու Սինարետային ամենից շատ անհանգստացնում է իրենց սերունդների ու հայրենիքի ապագան։ Նրանք ցավով են խոսում մարդկանց սոցիալական խնդիրների, երիտասարդների արտագաղթի ու աշխատատեղերի պակասի մասին։ Ասում են ինչ էլ ասենք, մեկ է եթեր չեք տալու, կտրել հանելու եք, բայց մեկ է ասելու ենք։ Իրենք չեն կարող խուսափել նման թեմաներից, իրենց համար հայրենիքի ապագան պարզապես խոսակցության նյութ չէ, այս սրտացավություն ու պատասխանատվություն վաղվա օրվա նկատմամբ։ Փաշինյանի հետ ոչ մի բան ես չեմ տեսնում 7 տարի, 8 տարի ինքը ղեկավարել է։
ոչ մի լավ բան Իրանից բացի ստերից, բացի ինչ որ խափելուց, այդքան զոհեր, այդքան ամեն մի զոհի համար, որ բացում ենք ինտերնետում նայում եմ, սիրտս մռմռում է, ու ես պատկերացնում եմ այդ ծնողների վիճակը ինչքան ծանր է, ու իր հետ խաղաղություն մենք չենք տեսնում, ոչ մի խաղաղություն, ինքը եթե թշնամի պետության ղեկավարին անընդհատ նրա ասածներն անում, նրա հրամաններն է կատարում, դա արդեն խաղաղություն չի, սա խեղճանալ է, սա կներեք, կզել է ուրիշի դեմ, սա խաղաղություն չի։ Տիկին Սինարետան կարծում է, որ ազգի վերջին տարիների ամենամեծ կորուստը միայն Արցախի կորուստը չէ, նրա համար ոչ պակաս ցավալի է բարոյական ու հոգևոր արժեքների թուլացումը, մարդկանց միջև առաջացած անհանդուրժողականությունն ու բաժանումները։ Նա մտահոգությամբ է խոսում այն հասարակության մասին, որը կարծես բաժանվել է սևերի ու սպիտակների։ Սինարետան համոզված է, որ պառակտված հասարակությունը չի կարող ուժեղ ու կայուն ապագա կառուցել ու այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է միավորում, համախմբում ու միմյանց հանդեպ հարգանք։ Նա հավատում է, որ միայն միասնականության շնորհիվ կարելի է հաղթահարել դժվարությունները, պահպանել հայրենիքն ու վերականգնել ժողովրդի հոգևոր ուժը։ Հակառակ դեպքում, ինչպես ինքն է ասում, բաժանվածությունն ու անտարբերությունը կարող են ամեն ինչ տանել դեպի կործանում։ Դե սա բաժանեց ժողովրդին, ազգին, որ ոչ մի անգամ չի բաժանված չի եղել հայ ազգը, միշտ միահամուռ իր եկեղեցու շուրջը համախմբված, սա ոչ միայն եկեղեցուն կպավ, դրանով իսկ ժողովրդին բաժանեց սևերի, սպիտակների, զոմբիների ու շուն ու շնգյալների իրանց ասած, մենք չգիտեմ ինչի մեջ ենք, երևի շուն ու շնգյալների մեջ ենք։ Մեծ մտահոգություններ ունեն վերջին շրջանում Ռուսաստանի դեմ իրականացվող անցանկալի քաղաքականության վերաբերյալ։ Հիմա տես, ասում է, ողջ Կաշիրի տարածաշրջանի գյուղերի աշխատունակ բնակիչները տարվա 8-ից 10 ամիսը Ռուսաստանում են վաստակում, բերում են տուն ու տեղ, շինում, ծաղկեցնում։ Նույնը Գեղարքունիքի մարզը, Արագածոտնը, Սյունիքը, Տավուշը, դո հենց Երևան է։ Ինչ են անելու այդ մարդիկ Ռուսաստանի հակադարձ քայլերի դեպքում, ինչ կլինի այս երկրի հետ։ Եվրոպայից մի քանի դյուժին ղեկավարներ են եկել, մեկը մյուսից անկարող։ Երեկ են լսել, որ նրանցից մեկը ասել է Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի տարի ցուրտ ու առանց ջեռուցման տարիների, հանուն ինչի։ Մեզ Եվրոպան ոչ մի բան չի տա։ Абсолютно։ Это будет, ոնց ասեմ, ինչ կեղտ կանդեղից, պետք է գալ մտնի Հայաստան, մենք մեր տրադիցիաները կփոխենք։ Դա անհնար է Եվրոպան։ Եթե Փաշինյանը այն վաղ առաջին հանդիպման ժամանակ չասեր բանին Պուտինին, նա Պուտինը ասավ Քոչարյանին մի ձեռ տվեք, նա ասավ я очень жалею о том, что у вас есть такой друг։ Правильно։ Եվ մենք իրան չունենք ռուսներից հրաժարվել, մենք 2 միլիոն ստեղ է, 3 միլիոն ընդեղ է ապրում։ Դե պատկերացնում եք, որ սաղ քշեն վրացիների պես ինչ պետք է անեն ստեղ։ Հիմա ստեղի ժողովուրդը աշխատանք չի կարա գտնի, իր ընտանիքը պահի։ Սամվել Կարապետյանը իր առաջի աշխատած վաստակած գումարով մեր մոտ եկեղեցի է սարքել։ Մենակ մեր մոտ Առաջինը ինքը փոխանակ ասենք ինչ որ իր հոգսերը հոգար առաջինը մեր մոտ եկեղեցի է կառուցել։ Դուրս եկեք, որևէ մեկը ձեզ վատ բան չի ասի իր մասին։ Իրանք յուրահատուկ ընտանիք են։ Սկսած իր հորից, մորից, արիստոկրատ, ինտելիգենտ ընտանիքի, աստվածապաշտ, աստվածավախ ընտանիքի զավակներ են։ Մենք ուրախանում ենք, որ Սամվել Սարգիսը գալիս էր այդ օբյեկտը նայելու էլի, տենաս ինչ կա, ինչ ասում էր, էսի քանդեք, սարկած ասում չէ, էսի դուրս չի գալիս, քանդեք թազա սարկեք։ Ոնց էր նա վերաբերում ժողովրդի հետ, սովորական բանվորի հետ, եթե բանվորը այդ մոմենտին, ասենք սեմուշկա վերցնելու դեր, գալիս էր ասում էր, հələ տուն ստեղ։ Շատ հասարակ, շատ սրտով մարդ է, շատ։ Ինչ ասեմ, մենք
սաղզել այդ 100%-ով գնալու ենք եւ տրետի նոմեր։ Ամուսինները մեծ հույսով ու վստահությամբ են խոսում իրենց համերկրացի գործարարի մասին, նրան համարելով փորձառու կառավարիչ ու ուժեղ տնտեսագետ։ Նրանց կարծիքով տարիների ընթացքում նա ապացուցել է, որ կարողանում է ճիշտ կազմակերպել աշխատանքը, ստեղծել արդյունք ու հաղթահարել բարդ իրավիճակները։ Ինձ թվում է, երբ որ Սամվել Սարգսյանը եկավ դարավ Հայաստանի վարչապետ, ամեն ինչ կդզվի, ամեն ինչ, որովհետև հասարակ մի բան, Սամվելը ստեղից գնացել էր, ոնց ասեմ, դադարք, ու դարավ աշխարհով մեկ ճանաչված մարդ, ինքը էկոնոմիկան հասկանում է, երևի չեմ պատկերացնում, էլ ուրիշ մարդ կարա դենց ներդրումներ անի, որ փող ստանա, ինքը կյանքում, եթե ինքը դարավ վարչապետ, նա կյանքում փող չի դնի, որ չստանա եկամուտ պետության համար։ Մեծ հույսեր կապելով իր համերկրացու հետ պարոն Սերգեյը համոզված է, որ ցանկացած իշխանության կարևոր պարտականություններից մեկը կրթության հասանելիությունն ապահովելն է։ Հավատում է, որ կրթված սերունդն է երկրի զարգացման գլխավոր հիմքը, ասում է, որ շատ շնորհալի երիտասարդներ հաճախ չեն կարողանում ուսում ստանալ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Անպայման պետք է ձրի եղնի ուսումը, լրիվ ձրի։ Դու գիտեք ինչքան ես օրինակ գիտեմ էլ մեր շրջանից ինչ լավ տղեկի մասին է խոսքը, խոպան են գնում աշխատելու, ընեց լավ են ավարտել բանը դպրոցը, լրիվ, այն վաղտ հիմա 10-20 է, ես ուզում եմ ասել, սա 5 ու 4, և փող չեն ունեցել, որ գնան ընդունվեն, և ստիպված գնացել են, խոպան եկել են գնացել են բանակից հետո էլի թազա խոպան, այդքան խոպան գնալու, այդ երեխեք էլ մի բան գիշեն, չէ, Պդի Վրաստանը ոնց արեցին։ Անվճար լինի կրթություն։ Անվճար, պետք է անվճար, որ երեխեքը ցակտում ունենան։ Առաջ որ մենք ինստիտուտային կավարտում ասում ենք պետք է անպայման ասպիրանտուրա տան։ Ես գնացել եմ ասպիրանտուրա ընդունել, չեմ ընդունվել։ Խելքս չի ասը։ Հա, հարցը դրանում չի, բայց այդ լավ երեխեքը պետք է անպայման ձրի սովորեն։ Ձրի լրիվ ու տեղ տան, երիտասարդներին ինչքան շատ տեղ տան, այդքան մեր հայրենիքը զարգանա եւ պետք է միացում եղնի։ Հատենց ուզում ենք ամեն ինչ լավ լինի, ուզում ենք այս մարդկանց մեջ այս տխրությունը դուրս գա, դուրս է գալի, մարդիկ չեն շփտում, չեն ուրախանում։ Եթե ինչ որ ուրախություն է լինում, մարդիկ սրտանց չեն ուրախանում։ Նայում ես միևնույն աչքերները տխուր են։ Թոշակները կբարձանա էդի 100%-ով, էս որ սթից 10,000 էդի արես, որ միտոմ բլեֆ անում էլի, էդի 100%-ով բլեֆ։ Դա գիտեք ինչի նման է, ասենք մի երեխա սոված է, լացում է, ճաշա ուզում ուտի կամ հաց, տանում ես մի հատ կանֆետ ես տալի, խաբում ես, այ դա դրան նմանվեց, ոնց որ խաբեց, ծերերին խաբեց, ով հասկանում է, ով չի հասկանում, չգիտեմ։ Շատ մարդիկ կան, որ հələ հավատում են Փաշինյանին, հələ չեն հասկանում Փաշինյանի բերած արհավիրքները, վնասները, դրա համար դեռ հավատում են։ Շատ միամիտ ազգ ենք։ Այո։ Շատ միամիտ։ Ազգի կեսը շատ միամիտ են, կեսն էլ հասունացել է արդեն փոփոխության կարիք ունի, փոփոխություն է տեսնում։ Ջահելներին պետք է տեղ տան ջահելներին։ Տենց բաներ։ Մենակ մի բան եմ ուզում 78 տարեկան մարդ եմ, ես ինքս ինձ խոսք եմ տվել, միջև այս զարգացումը Սամվելի ղեկավարության չեղնի, ես մեռողը չեմ։ Ամուսինները չեն կորցրել լավատեսությունն ու հավատը վաղվա օրվա հանդեպ, համոզված են, որ մի օր անպայման գալու է այն լուսավոր ժամանակը, երբ հայրենիքի սահմաններն ապահով կլինեն, երկրում իրական խաղաղություն կտիրի ու մարդիկ էլ վախով ու անորոշությամբ չեն ապրի։ Սերգեյն ու Սինարետան երազում են այն Հայաստանի մասին, որտեղ կլինեն աշխատատեղեր, արժանապատիվ կյանք ու վստահություն ապագայի նկատմամբ։ Նրանք
ուզում են, որ իրենց որդիներն ու հազարավոր երիտասարդներ ստիպված չլինեն թողնել տունն ու հայրենիքը ու մեկնել Ռուսաստան։ Եթե գնան էլ, ապա այնպես ինչպես երիտասարդ տարիներին իրենք էին գնում Ռուսաստան որպես զբոսաշրջիկ, որ գյուղերն ու մարզային քաղաքները չդատարկվեն, որ գիշերով քայլելիս մութ լուսամուտների գրեթե դատարկ շենքերի ցավը չկսկծի իրենց սրտերը։ Ամենամեծ ցանկությունն այն է, որ երիտասարդները կարողանան ապրել, արարել ու աշխատել հենց իրենց հայրենիքում, իրենց հողի վրա կառուցելով իրենց ապագան։ Դրանք հավատում են, որ այդ օրը գալու է եւ այդ ժամանակ ծնողները վերջապես հանգիստ սրտով գլուխները կդնեն բարձին, իմանալով, որ ամեն ինչ կարգին է, հայրենիքը խաղաղ է, իսկ իրենց զավակները կողքին են։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան։ Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։